Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր նոյեմբերի 28։ Կրոնական ավազակների որջը։ Զատկի տոնին Տեր Հիսուսը գնաց Երուսաղեմ և մտավ տաճար։ Նա սարսափեց տեսնելով, որ վաճառականները զավթել էին Աստծո տունը։ Նա եկավ աղոթքի տուն փնտրելու, բայց փոխարենը գտավ մի վայր, որտեղ բոլորը զբաղված էին կրոնական ապրանքներ գովազդելով, ցուցադրելով և վաճառելով։ Աստծո տանը ամենուրեք սեղաններ էին դրված։ Բոլոր սեղանները գործածվում էին ոչխարներ, արջառներ, աղավնիներ, խունկ և այլ կրոնական նպատակներով ապրանքներ գովազդելու և վաճառելու համար։ Տան ամենաբարձր ձայնը փողի ձեռքից ձեռք անցնելու ձայնն էր, փող, որը վաստակվել էր Աստծո և կրոնի վրա։ Կրոնական առաջնորդները հաշվում էին իրենց շահույթը, ինչ իրարանցում։ Աստծո ծառաները դարձել էին կրոնական ապրանքների մանրավաճառներ, վազվզելով այստեղ-այնտեղ, գովազդելով իրենց ապրանքները։ Եվ հանկարծ խարազանը ձեռքին մեր Տերը ներխուժեց տաճար և սկսեց հարձակվել բոլոր ուղղություններով։ Նա շուռ տվեց ապրանքներով լի սեղանները, ցրելով վաճառականներին, լումայափոխներին, ոչխարներին և արջառներին։ Քրիստոսի ձայնը որոտաց. «Դուրս եկեք իմ հոր տնից։ Դուք պղծեցիք այս սուրբ վայրը աղոթքի տունը վերածելով շուկայի»։ Դա նրա ողջ ծառայության ամենացավոտ պահերից մեկն էր։ Արդյոք մենք այսօր պատրաստ ենք կիսել Քրիստոսի տառապանքը այս կողմում։ Արդյոք մենք կիսում ենք նրա ցավը, երբ տեսնում ենք, թե ինչպես է Աստծո տունը կրկին վերածվում շուկայի։ Արդյոք մենք վրդովվում ենք ավետարանի սարսափելի չարչիական ոգուց։ Արդյոք մենք նույնքան զգում ենք նրա զայրույթը հոգևոր շահարկման դեմ, որ հրաժարվենք նման բոլոր սովորություններից։ Արդյոք մենք նույնքան զգում ենք նրա ցավը, որ կհրաժարվենք այն ծառայությունից, որը ապրանքներ է արտադրում բացառապես շահույթի համար։ Ունակ ենք արդյոք բավականաչափ կիսել նրա տառապանքը, դիմադրելու նրանց, ովքեր ցանկանում են Աստծո տունը վերածել թատրոնի կամ զվարճանքի կենտրոնի։ Ունակ ենք արդյոք վշտանալ Տեր Հիսուսի անունով շահարկումների համար։ Ունակ ենք արդյոք մեր հայացքը փողից շեղել և այն կրկին խաչին ուղղել։